եկեղեցու հետ կապված իրադրության մասին։ Այո, փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու 356 թվականի աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի կուսակրոն։ Ինչու՞։ Առաջինը դավանաբանական հիմնավորումներով, որովհետև այդ դավանաբանական հիմնավորումներն է, որ եկեղեցու եւ Հիսուս Քրիստոսի եկեղեցու ծառաները ամենանվիրված եւ հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին եւ պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է անձնական կյանք ունենան եկեղեցու հետ, իրենց անձնական կյանքը պետք է պարփակված լինի Հիսուս Քրիստոսի ծառայության եւ ոչ որևէ այլ բանի մեջ։ Եվ այս նվիրապետության շնորհիվ է նաեւ, որ պետք է երաշխավորվեր եկեղեցու բարոյական, գաղափարախոսական եւ նյութական անվտանգություն այդ թվում, որովհետև այս որոշման տրամաբանության մեջ նաև այն էր, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չծագեն, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա։ Տերն է երկրի վրա։ Եթե հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը ունի ժառանգներ, այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգական իրավունքը։ Կուսակրոնության, նվիրապետության ուխտը, նվիրապետությունը նաև նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն եւ դրա եթե ես հատուկ կարդացի կուսակրոնության ուխտագիրը, որտեղ մարդը անձնական բոլոր բաներից, բոլոր այսպես արտոնություններից կամավոր զրկվում է։ Իսկ այսօր մենք հակառակ պատկերն ունենք։ Մոմի գործի բանը հազար ներողություն ես բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի աղբոր տղան է, կաթողիկոսի չէ, Կտրիչ Ներսիսյանի։ Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Այն մյուս թեմի առաջնորդը իր քրոջ որդին է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։ Եվ մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք եկեղեցու արժեքների եւ նվիրապետության համար։ Եվ ես էլի եմ ասում, ես դրան այսօր եւ այս նվիրապետության կառուցվածքն է, որ կուսակրոն քահանաները ղեկավարում են եւ հոգեվոր եւ բարոյական գերիշխող դիրք ունեն ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Բայց այդ մարդիկ, որ չեն կարող մի ամիս առաջ ինչպես կնոջ ապրել, իրանք ինչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ովքեր իրենց ուխտը չեն խախտել, ովքեր Աստծու առաջ եւ հանրության առաջ ազնիվ են եւ իրենց ծառայության մեջ առաքինի։ Ով է օրինակ Կտրիչ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգ տալ ամուսնացյալ քահանային։ Ոնց կարա կուսակրոնության ուխտը խախտած եւ չեմ ուզում ամբյոնից էլ այդ բառը պաշարը օգտագործել,
ասենք Սամվել Առաքելյան կոչվող ոմը մեկը ոնց կարա ամուսնացյալ եկեղեցա քահանաներին Խաչատրյանն է ուսում Սամվել Խաչատրյան ամուսնացյալ քահանաներին հրաման տա եւ նրանց նկատմամբ այս նույն դրոշները դնելու է իր սեղանին Այդտեղից սկսում է անվտանգային սպառնալիքների գեներացումը, որովհետև ստացվում է, որ խաղաղության համաձայնագրի ճարտարապետությունը Հայաստանի խորհրդանում կա ուժ, որը չի ընդունում։ Հետևաբար սա գեներացնում է սպառնալիք։ Սա շատ ուղիղ գեներացնում է սպառնալիք։ Եվ առաջացնում է ռեակցիաներ։ Եվ մենք պետք է այս պատճառահետևանքային կապերը տեսնենք եւ առերեսվենք այդ պատճառահետևանքային կապերի հետ։ Ես ուղիղ դրա մասին խոսել եմ նախընտրական քարոզչության շրջանում եւ Հայաստանի Հանրապետության ավելի քան 700,000 քաղաքացիներ գնացել են եւ հաստատել են խաղաղության օրակարգին հավատարմությունը եւ սա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է։ Դա ընտրություններում արտահայտված թիվը չի։ Դա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է։ Որովհետև այդ թիվը արտահայտվել է ընտրակաշառքի բերումով, ընտրակաշառքների բերումով։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է ինքը իրեն պաշտպանելու լծակներ գտնի։ Դա լրտեսական ցանց է, որը աշխատել է, ընդ որում դե ֆակտո եւ դե յուրե լրտեսական ցանց է։ Եվ այստեղ պետությունը չքմեղանալու ոչ մի առիթ չունի, դրանց պետք է անել արմատախիլ, շատ կոնկրետ ձևերով։ Հակառակ դեպքում, այո, նրանք ամեն ինչ անելու են կոնֆլիկտը վերակենդանացնելու, պատերազմը վերստեղծելու համար։ Մենք հիմա վստահորեն կառավարում ենք իրավիճակը, բայց նաև մեր ժողովուրդը պետք է դրա մասին տեղյակ լինի։ Կարճ ասած, էլի հարց է սա։ Հիմա այդ ուժերը գալու են Ղարաբաղի շարժումը շարունակելու են, թե չեն շարունակելու։ Իրանք այն ուժը, որը գալիս ասում է նախընտրական շրջանում ասում եմ 29743 քառակուսի կիլոմետրով չպետք է բավարարվենք, ըստ էության նա հարևաններին պատերազմը հայտարարել արդեն։ Հարևաններին պատերազմը հայտարարել։ Ընդ որում անորոշ հարևանների անորոշ պատերազմ, այսինքն տեղի ունենում հարևանների կոնսոլիդացիա մեր դեմ։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է ռեակցիա տա։ Հակառակ դեպքում մեզ պետք է ասեն դուք այսինքն համաձայն եք այդ խոսույթի հետ։ Բա ընտրակաշառքով երկիրը բերեն դնեն բանի տակ, հարվածի տակ։ Ու ասենք Հայաստանի որևէ մեկ ուզում է չքմեղանա։ Բերեն օտարերկրյա գործակալին դնեն ցուցակի երկրորդ համար, որ